Այ ուժեղներ, եկեք մի քանի բան հիշեցնեմ։ Հիշում եք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ որ բոլոր նախկին նախագահներով, այսպես կոչված ուժեղ եւ հաղթած, տարբեր օլիգարխներով, Կտրիչ Ներսիսյանով եւ իր սրբապիղծ հոգեվորականներով, Գենշտաբի պետով եւ որոշ զինվորականներով, դատական համակարգի տարբեր ներկայացուցիչներով, քաղաքական դիակների մի ամբողջ համույթով դուրս եք եկել եւ ուզում եք հեղաշրջում անել։ Հետո եղան ընտրություններ եւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ձեզ ջախջախեցին։ Հիմա ուժեղնով ա դուք թե Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք, ասում եք, պարտված ղեկավարը չի կարա բանակցի։ Իսկ 2025 թվականի օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանը աշխարհի գերհզոր պետության, մայրաքաղաքում գերհզոր պետության նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ Ադրբեջանի նախագահի հետ բանակցեց ու ստորագրեց խաղաղության հռչակագիրը։ Հիմա ուժեղը ով է, դուք թե Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք, ասում եք, Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել, չի կարող խաղաղություն բերել։ Վերջին 2 տարիների ընթացքում սահմանին կրակոցից ոչ մի զինվոր չի զոհվել։ Հայաստանի պատմության մեջ երբեք նման խաղաղ 2 տարի չի եղել։ Հիմա ուժեղնով է դուք թե Նիկոլ Փաշինյանը, որը խաղաղություն ա բերել։ Հա՞։ Այ պատերազմի մունետիկներ։ Ձեզանից ինչ ուժեղ։ Դուք դեռ ձեռքերը շփում եք, թե երբ Հայաստանում մի նոր ճգնաժամ կլինի, թե երբ մի նոր պատերազմ կլինի, որպեսզի կարողանաք իշխանություն զավթեք, հետո հայ ժողովրդի ճակատագիրը որպես մանրադրամ շպրտեք ձեր տերերի առջև։ Ձեզանից ինչ ուժեղ։ Ով եք դուք։ Ծտի ճուտը ճմացերին ծտի ճտի ճիտը ծուր։ Կարող եք ասել Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ Գագիկ Ծառուկյան։ Լավ, մի արտասանեք։ Կարդացեք։ Առաջին անգամից, առանց տառասխալ։ Տեսա, որ Ռոբերտ Քոչյանի ջերմոցից ինչ որ մեկը պատասխանել էր վարչապետին եւ հասկացա, որ էլի սխալ են հասկացել։ Շատ լավ։ Հիմա առաջադրանքը փոխում է իր ձևը։ Ծտի ճուտը ճմբանցերին, ծտի ճտի ճիտը ծուր։ Մի արտասանեք, կարդացեք ուղակի։ Ցույց տվեք ձեր գիտելիքի ուժը, ձեր լեզվական հմտությունները։ Չէ՞ որ դուք պիտի ունենաք նաեւ խոսելու ունակություն, բա պիտի խոսելով փրկեք նաեւ, չէ՞։ Պիտի գնաք, խոսեք, բանակցեք, պիտի կարողանաք համոզել մարդկանց։ Ո՞նց եք համոզելու առանց նորմալ հայերենին տիրապետելու։ Փաշինյանը մեզ սպառնում է պատերազմով։ Ասում են այն նույն ընդդիմադիրները, որոնք 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանին մեղադրում էին այն բանի մեջ, որ վերջինս պատերազմից առաջ վեր չի կացել, չի ներկայացրել վերահաս պատերազմի ռիսկերը, իրերի իրական դրությունը, չի ներկայացրել ռազմական հավասարակշռությունը եւ այսպես շարունակ։ Այսինքն ինչ է ստացվում։ Փաշինյանը միևնույն ժամանակ դավաճան է, որովհետև պատերազմից առաջ չի խոսել պատերազմի ռիսկերի մասին, բայց նաև դավաճան է, որ հիմա ասում է, որ եթե Հայաստանը գնա 3 օլիգարխների առաջարկած ճանապարհով, այսինքն խաղաղության վերանայման ճանապարհով, ապա պատերազմը լինելու է անխուսափելի։ Հանճարեղ տրամաբանություն է ուղղակի։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է. 3 օլիգարխները բացի հայտարարում են, որ վերանայելու են խաղաղության ճարտարապետությունը, այն ճարտարապետությունը, որի շնորհիվ 2 տարուց ավելի է մեր սահմաններին հակառակորդի կրակոցից որևէ զոհ չի եղել։ Այն ճարտարապետությունը, որի շնորհիվ Հայաստանի սահմանները ապաշրջափակվելու են, ունենալու են հանգստության եւ տնտեսական զարգացման շրջան։ Եվ որպեսզի իրենց քաղաքականությունը իրականություն չդառնա եւ որպեսզի պատերազմը չդառնա անխուսափելի, 3 օլիգարխները պետք է ստանան 0 ձայն։ Ուժեղ օլիգարխների եռյակին իրենց ուժեղ տղա լինելն ապացուցելու մի տարբերակ էլ ես առաջարկեմ։ Թող Գագիկ Ծառուկյանը, որի տղան փախած է հայկական արդարադատությունից եւ թաքնվում է Բելարուսում, հրապարակավ դատապարտի Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, ըստ որի իրենք 44-օրյա պատերազմը պլանավորել են Ադրբեջանի հետ միասին։ Կամ թող ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը մի օր փորձի թեկուզ մանր փոքր հարցով, ինչ որ հարցով քննադատել Կալուգա քաղաքի հարկայինի պետին, նալոգովու պետին իրենց լեզվով ասած։ Կամ թող արյունարբու օլիգարխ Ռոբերտ Քոչյանը մի օր առանց Լևոն Տեր-Պետրոսյանի օգնության հայր մերը ասի։ Քիչ առաջ տեսա, որ Տաշիր Սամոյի թիմը տնտեսական հեքիաթներից անցել է արդեն պաշտպանական ոլորտի մասին հեքիաթներին ու կներեք մի տեսակ չդիմացա։ Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբորտան դեմքի բավականին լուրջ արտահայտությամբ փորձում է պատմել, թե ինչ կարևոր է զինվորների անհատական պաշտպանությունը, ինչ կարևոր ծրագրեր ունեն իրանք այդ ուղղությամբ։ Ժողովուրդ ջան, ձեռ եք առնում, ում եք ձեռ առնում։ Ինձ եք ձեռ առնում, մեզ եք ձեռ առնում, ժողովրդին եք ձեռ առնում, ում եք ձեռ առնում։ Նարեկ ջան, քո հայրը տասնամյակից ավել երևի եղել է հանրապետական խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, հանրապետական կուսակցության падգամավոր, Սերժի իշխանության կարևորագույն ֆիգուրներից մեկը։ Հետ եղել է մի օր նստես, ասես, պապ ջան, լավ ես արել, ինձ ու 3 եղբորս բանակից ազատել եք, ասենք ինչ որ տարօրինակ տեղեկանքներով բան։ Լավ եք արել, ազատել եք։ Բախի են մեր զինվորների պաշտպանվածության հիմնական միջոցները կոնսերվի բանկեկը հիմա սահմանում։ Հետ չէ հարցը տվել ես։ Հետ չէ հարցը տվել ես, խիա ձեր ընտանիքը առհասարակ նման պայմաններում պահել Հայաստանի զինվորներին, որտեղ պաշտպանվածության հիմնական միջոցը եղել է կոնսերվի բանկեր։ Խիա 1930-ականների արտադրության KS-19-ներով զինված եղել մեր բանակը ձեր իշխանության ժամանակ։ Դե հիմա որ այս հսկայական ամրաշինական բունկերները տեսել եք այս նորագույն ռազմական տեխնիկան, որը գնում են ախորժակները բացվել է։ Լուրջ եք աս։ Ես համաձայն չեմ նրա հետ, ինչ անում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, ու ես պատրաստվում եմ օգնել 3 օլիգարխներին՝ Ռոբերտ Քոչյանին, Ծառուկյանին ու Սամվել Կարապետյանին,
բացառիկ կադրեր հանկարծ բաց չթողնի։ Ինչպես իմացաք, վարչապետը առաջարկել է, որպես այս 3 օլիգարխները լայվ մտնեն ու լայվում առանց կողմնակի օգնության փորձեն առանց գոնե 2 տառասխալի գրեն արհամարել բառը։ Ես կարծում եմ, որ դա չափազանց ծանր առաջադրանք է նրա համար ու չի կարելի նման կտանքների ենթարկել այդ մարդկանց ու պետք է սկսել ավելի թեթև բաներից ու կամ առնվազն օգնության ձեռք մեկնել այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Ու հետեւաբար, սիրելի օլիգարխներ, այս տեսանյութը ձեզ համար է։ Տեսեք։ Եվ այսպես, սիրելի օլիգարխներ, եկեք հարգելի օպերատոր, այս ուղղանկյուն ձեզ համար անծանոթ բաները կոչվում են գրքեր։ Գրքեր, վիդեոյի վրա անպայման ցույց կտանք գրքեր, G-I-R-K, գիրք, սովորեք այդ բառը, հիմա օրինակ վերցնում ենք այս մի գիրքը, տեսեք, գիրք, ձեզ համար շատ անծանոթ երևույթ է, սա կոչվում է գրքի կազմ, սրանք գրքի էջերն են, այս վրայի սև, ձեր համար անծանոթ բաները կոչվում են տառեր, այս մեկ օրինակ բառը արդեն, տառերի խումբը կոչվում է բառ, I-N-Չ-U, ինչու, տեսակ, ամփոփելով, այսօր դուք սովորեցիք, թե ինչ է գիրքը, ինչ է տառը եւ ինչու բառի գրությունը առնվազն։ Հա, գիրք բառի գրությունն էլ վերադիր։ Տարածեք, որ մեր օլիգարխներին անպայման հասնի այս դասը։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, իսկ դուք գիտեք Հայաստանում քանի հատ դպրոց կա։ Հայաստանում կա 1400 հատ դպրոց եւ ինձ այսօր հետաքրքրեց, թե մենք դեռ որքան դպրոցում անկապարտեզներ պետք է սարքենք, որպեսզի բոլոր երեխաների կրթության իրավունքը ապահովված լինի եւ նրանք կարողանան ստանալ ժամանակակից կրթություն այսպիսի նորակառույց հրաշք դպրոցներում, որոնք մենք կառուցում ենք վերջին տարիների ընթացքում։ Եվ ահա պարզվում է, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի իրականացումից հետո անգամ մենք դեռ դրանից ավել դպրոցներ ու մանկապարտեզներ էլ պետք է վերակառուցենք, կառուցենք, հիմնանորոգենք, որպեսզի մեր բոլոր երեխաները կարողանան սովորել։ Դուք պատկերացնում եք 1400 դպրոցից 300-ն արդեն վերջնական փուլում է եւ դեռ առնվազն 800 դպրոց էլ պետք է նույն գործընթացով անցնեն, կառուցվեն, վերակառուցվեն եւ բարենորոգվեն, որպեսզի մեր բոլոր երեխաները կարողանան Հայաստանի բոլոր հատվածներում ստանան արժանապատիվ կրթություն եւ իրացնեն իրենց կրթության իրավունքը։ Այսինքն ստացվում է, որ վերջին տասնամյակներում որևէ բան չի արվել դպրոցաշինության համար։ Այսպիսի ցավալի պատկեր, բայց ես վստահ եմ, որ հաջորդ շրջանում մեզ հաջողվելու է բոլոր դպրոցները վերակառուցել, բարեկարգել եւ մեր աշակերտները սովորելու են ժամանակակից պայմաններում եւ ստանալու են ժամանակակից կրթություն։ Բարի եղեք, լավ բոլորիդ։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ խոստացել էի, անդրադառնում եմ Հայաստանում նավթավերամշակման գործարան բացելու եւ տեղում բենզին ու դիզվառելիք արտադրելու այդ փառապանց խոստմանը ու դրա իրատեսականությանը։ Ուրեմն ցանկացած երկրում նավթավերամշակման գործարան բացելու եւ բենզին ու դիզվառելիք արտադրելու նպատակահարմարությունը որոշվում է 3 հիմնական գործոններով։ Ավելի շատ էլ կամ այդ 3-ն են ամենակարևորը։ Առաջին, երկիրը սեփական նավթ ունի թե ոչ, արդյունահանում է թե ոչ։ Երկրորդ, երկիրը դեպի ծով ելք ունի թե ոչ, եւ երրորդ, արդյոք շուկայի ծավալը մեծ է թե ոչ։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ նավթի արդյունահանումը բարձ է ինքնին, հումքը ավելի էժան է նստում, դեպի ծով ելք ունենալ ինչով է կարևոր, որովհետև այստեղ տրանսպորտային ծախսերը բավականին մեծ կշիռ ունեն եւ ծովային ճանապարհով բեռնափոխադրումը մի քանի անգամ ավելի էժան է լինում եւ երրորդ շուկայի մեծությունը կարևոր է, որովհետև այստեղ ներդրումները չափազանց մեծ են, կարող են մինչև մի քանի 100 միլիոն դոլարից հասնել մինչև 1.5-2 միլիարդ դոլարի եւ փոքր ծավալների դեպքում ինքնաժեղքը չափազանց թանկ է ստացվում եւ իմաստ չի ունենում բենզին արտադրել կամ դիզվառելիք։ Հիմա կան երկրներ, որտեղ այս երեք գործոններն էլ կան եւ դեպի ծով ելք ունեն եւ նավթի արդյունահանում ունեն եւ բնականաբար նաեւ մեծ շուկա ունեն հիմնականում արտահանման ուղղված, օրինակ ծոցի երկրները կամ ԱՄՆ-ն։ Կան երկրներ, որոնք սեփական նավթ չունեն, բայց իրենք դարձել են խոշոր նավթարդյունաբերական կենտրոններ, քանի որ դեպի ծով ելք ունեն եւ նոր տեխնոլոգիաներով կարողանում են բարձրաշերտ ու բարձրակարգ վառելիք արտադրել, օրինակ Սինգապուրը կամ Նիդերլանդները։ Եվ կան երկրներ, որոնք նավթ ունեն, բայց դեպի ծով ելք չունեն, սակայն կարողանում են բենզին ու դիզել վառելիք արտադրել եւ նաեւ արտահանել, օրինակ Ղազախստանը։ Բայց աշխարհում չկա այնպիսի երկիր Հայաստանի նման, որը ոչ դեպի ծով ելք ունի, ոչ սեփական նավթ ունի եւ շուկան էլ բնականաբար փոքր է, որովհետեւ ինքը չի կարող մրցունակ լինել։ Միայն եթե չեմ սխալվում, Մոնղոլիան նման օրինակ ունի, որ ուզում էր նավթավերամշակման գործարան կառուցել, բայց չգիտեմ, դա ընթացքում է թե փոշմանեցին։ Այսինքն Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելը, որը որ բենզին ու դիզել վառելիք կարտադրի, մեղմ ասած,
իրատեսական չէ։ Իհարկե, հանուն արդարության նշենք, որ եթե շատ ցանկանանք, կարող ենք Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել եւ բենզին եւ դիզել վառելիք արտադրել։ Սակայն դա կնշանակի, որ այդ բենզինը եւ դիզել վառելիքը Հայաստանում պարզապես չեն վաճառել, որովհետեւ դրանց ինքնարժեքը 20-30%-ով ավելի թանկ է լինելու, քան ներմուծումը։ Եվ այդ դեպքում ինչ է ստացվելու։ Ստացվելու է, որ եթե մենք ուզում ենք այդ գործարանը աշխատի, ապա պետք է փակենք Հայաստան ներմուծվող բենզինի եւ դիզել վառելիքի ճանապարհը եւ մեր հայրենակիցներին ստիպենք, որպեսզի տեղական թանկ բենզին գնան։ Ու ստացվում է, որ այս ամեն ինչը հաշվի առնելով Հայաստանում բենզին եւ դիզել վառելիք արտադրելը կամ այդ հեռանկարը, կամ այդ ծրագիրը կամ բլեֆ է, կամ թալան, որովհետև այդ նշածս երկրորդ տարբերակով ներմուծումը փակելով եւ մարդկանց ստիպելով թանկ բենզին գնել, դա նշանակում է ուղղակի որոշակի շահույթներ պետական լծակների օգտագործմամբ որոշ մարդկանց համար։ Թե ում համար, դա էլ արդեն կարող է գլխի ընկնել, թե ովքեր են նման խոստում տալիս։ Շնորհակալություն, հաջորդիվ կանդրադառնամ նաեւ մյուս թեմաներին։ Լավ եղեք։